Ցույց ստեղծված այս իրավիճակը ձեզ դուր է գալիս։ Ձեզանից սկսվեց, պարոն Ասատրյան, ձեզանից սկսվեց, դուք կարգալույս ճանաչվեցիք, կարգալույս հռչակվեցիք, սկսեցիք աշխարհիկի ձևով բարձրանալ, խորան կատարակ մատուցել։ Դու որտեղ ես։ Հա։ Դե լավ, դե եկեք, լավ, հա, լավ, հա։ Չպատասխանեցիք իմ հարցին։ Երբ որ հարցը ինձ կուղեք, ես նոր կպատասխանեմ։ Ձեզ դուր է գալիս։ Հենց հարցը ինձ ուղեք, նոր կպատասխանեմ։ Անունով հստակ։ Անունով հստակ հենց կդիմեք։ Դուք կարգալույս եք եւ ես ձեզ չեմ կարող կարգալույս։ Ես կարգալույս չեմ, դրա համար եմ ասում, հարցը ինձ չեք ուղղում։ Ես կարգալույս չեմ։ Տեր Արամով կամ Տեր Հայրով Ինձ ով է դիմել, կարգալույս արել։ պարոն Ասատրյան, ձեզ դուր է գալիս այս իրավիճակը։ Հենց հարցը ինձ տակ կպատասխանեմ։ Ես եմ ուզում ձեզ ուղղող հարց տալ։ Հիմա այստեղ եք որպես գիտեմ վեհապարը, ճիշտ հասկացա։ Ինչպես։ Դեմ եք վեհապարին, այստեղ եք դրա համար։ Ոչ թե դեմ եմ վեհապարին, դեմ եմ եկեղեցական կանոնադրությունը խախտած յուրաքանչյուր հոգևորականի։ Օրենքը խախտածի, եկեղեցական սահմանադրությունը խախտածի որևէ մեկ անձի։ Եթե ինքը խախտել է ու ինքը խախտել է, այո, դեմ եմ իրեն։ Ինձ համար կարևոր է եկեղեցու կարգ ու կանոնը եւ եկեղեցու սահմանադրությամբ առաջ գնալը։ Վեհապար են վանկարկում, այդ ձայները չեն ճնշում ձեզ։ Բացարձակ։ Դուք հեռացիր եք գոռում, բայց կարծես թե ավելի բարձր է վեհապարը վանկարկողների ձայնը։ Փառք Աստծո։ Չեք զղջալու երբևէ ձեր արածների համար, ձեր արածների համար։ Որ արածներից, որ ասեք հստակ ասեք։ Իսկ Ունե թե եկեղեցու եք հանդիպել եք այսօր այստեղ։ Այստեղ ոչ։ Մայրաթորում հանդիպել եք Ոչ։ Չեն եկել այսօր։ Դեռ ոչ։ Բայց գալու են։ Հավանաբար։ Իսկ որ այստեղ եք դուք տեղյակ եք, որ օրինակ Մայրաթորի դռները 6:30 փակվում են, չէ՞ սովորության համաձայն, բա ինչպես է։ Մայր տաճարի։ Կհասնեն շուտով։ Կհասնեն։ Ներեցեք, ինչպես է ստացվում, որ դուք վեհապարի ձեռքն եք համբուրում, մեկ էլ հանկարծ հիշեցիք, որ վեհապարը մեղավոր մարդ է։ Ինչ փոխվեց։ Այն ժամանակ այդքան ինֆորմացիա չունեի։ Համբուրելուց Այո։ չունեք։ Հիմա եթե հանկարծ ինչ-որ մի բան փոխվի, պատրաստ եք էլի վեհապարի ձեռքը Ինչ համբուրել։ փոխվի։ Եթե հանկարծ հասկանաք, որ սխալվել եք, որտեղ դուք աստված չեք, չէ՞, չգիտեք, մարդիկ սխալական են, չէ՞ լինում։ Պարոն Ասատրյան։ Ինֆորմացիան ճշտված է։ Պարոն Ասատրյան, ով է ձեզ տվել այդ ինֆորմացիան։ Ով է տվել, ասեք, անուններ ասեք։ Ինչու։ Իսկ ասում են ձեր վրա ճնշումներ կան, ճիշտ է դա։ Այո, Տեսեք ով է ճնշում։ Պարոն Ասատրյան, նաև դուք այս օրերին աջակցում եք վարչապետին, բայց տեսեք, մի ժամանակ դուք ձեր էջով կիսում եք եւ նրան ոչխար եք ասում։ Ինչպես հասկանալ, ինչն է փոխվել ձեզ։ Այն ժամանակ էլ ինֆորմացիա չունեի։ Ինֆորմացիա չունեք, դրա համար ոչխար եք։ Մարդկանց մասին տեղեկություններ հստակ չունեի, թյուր կարծիք ունեի մարդկանց։ Այդ թվում եւ վարչապետի։ Ինչպես։ Ով է ձեզ խանգարում, որ ինֆորմացիա ունենայիք։ Չհասկացա։ Ասեք ինֆորմացված չեք եղել, ով է խանգարում։ Ամբողջ համացանցը ձեր արժե վեսով ունեք, ենորը չունեք։ Ամեն օր նոր բաներ ենք իմանում։ Այսինքն դա ուսման պակասից է։ Դուք ինձ երբ եք ճանաչել։ Պարոն Ասատրյան, ես ձեզ ճանաչել եմ, երբ որ Մայրաթորի դեմ եք դուրս եկել, Մայրաթորի հացը Բա ուտելուց դրանից հետո։ առաջ ինչի չեք ճանաչում։ Լավ, պարոն Ասատրյան, Ես ես Մայրաթորի հացը կերել եմ, հիմա էլ Մայրաթորի համար եմ ես ամեն ինչ անում, որ ինչ անեք։ որ Մայրաթորս ավելի լավ է լինի։ Ավելի հոգևոր լինի։ Նույն նկրտումներն ունի նաև Ալաշուքյուր Փաշազադեն։ Ես ձեզ մի բան հարցնեմ։ Փաշազադեն էլ Դուք որ լրատվականն եք։ Ես դուք ինչ եք։ Դուք հիմա պարզաբանումներ եք անում, մարդկանց ուզում եք ինֆորմացվել, թե ձեր կարծիքն եք եկել արտահայտել։ Որպես լրագրող եք հանդես գալիս։ Որպես լրագրող եք հանդես գալիս։ Ես ձեր հետ զրուցել եմ, դուք ինձ վրա հեռախոս եք անջատել։ Հա։ Այո։ Այո, իմ զանգերին էլ չեք պատասխանում։ Ձեր հոգին հիմա խաղաղ է։ Շատ խաղաղ է, Ներդաշնակ է։ ավելի քան երբևէ։ Այո։ Չեք զղջալու ձեր արածի։ Իհարկե չեմ զղջալու։ Լավ բան անելուց չեն զղջում։ Չէ՞։ Լավ բան անելուց չեն։ Հիմա եկեղեցում Մայր տաճարում ստեղծված այս իրավիճակը ձեզ դուր է գալիս։ Ձեզ դուր է գալիս այս իրավիճակը։